Դերասան Գևորգ Գրիգորյանն այս տարիների ընթացքում մշտապես աչքի է ընկել իր խիզախ ու անվախ հրապարակումներով, որոնք ուղղված են եղել իշխանության այս կամ այն ներկայացուցչին։ Վերջին օրերին Հայաստանում իսկական քաոս է տիրում։ Շատ հայ-հայտնիներ լռում են այս ժամանակ, երբ շատերը նրանցից սպասում են իրենց խոսքը, իրենց միասնության կոչը։ Սակայն Գևորգ Գրիգորյանի մասին չէ այս ամենը։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կաթողիկոսի եկեղեցու մասին կոշտ ու կոպիտ արտահայտություններ հնչեցնելով, նա առաջին իսկ օրվանից պաշտպանական դիրքորոշում էր բռնել։ Վերջինս մի քանի հրապարակումներով է հանդես եկել, որոնք հերթականությամբ ներկայացնում ենք ձեզ։ 2018 թվականին ասֆալտին պառկած ու հիմա լուռ հետևող ընկեր, աղբեր, բարեկամ, անծանոթ, ովքեր էլ քաղաքականությամբ չեն զբաղվում, թքեմ սաղիդ ապրածիդ վրա, թքեմ անունիդ վրա, թքեմ ինքնասիրությանդ վրա, թքեմ կերածդ ճաշի մեջ ձեզ խաբել են, որ դուք հայ եք։ Բոլորիդ հիշում եմ ծանոթներին 5 տարի մեծահոգաբար շարունակել եմ շփվել ու լռել, որ ձեր ինքնասիրությունը չտուժի, բայց շատ իզուր։ Անիծվեք ձեր բերած անեծքի չափով ու պատժվեք չարածի չափով, որ գրեք ու զանգեք չպատասխանեմ, որ փողոցում անտեսեմ, հանկարծ թող հարցական չմնա թեխի, վերևի գրածը հենց ձեզ ա վերաբերվում։ Սակայն այս ամենը բավական չէր։ Նիկոլ Փաշինյանը, երբ կաթողիկոսին ասում էր, որ պատրաստ է ապացուցել, որ ինքը թլպատված չէ, սրան ևս արձագանքել է Գևորգ Գրիգորյանը։ Նիկոլ, դու թլպատված չես, քեզ թուրք պապաներդ կրտել են։ Մի հատ ինվալիդ չգործող ձու ունենայիր, ինքնասպան կլինեիր, չաթլախ սրբապիղծ, գրել է Գևորգ Գրիգորյանը։ Բացի այս, Գևորգը նաև հանդես էր եկել ուղիղ եթերով, նա իր ուղիղ եթերում ներողություն էր խնդրել, որ կարող է հնչեցնի այնպիսի արտահայտություններ, որոնք հարիր չեն եւ իրեն, եւ իր ընթերցողներին, սակայն ինչպես ինքն էր նշում, իրավիճակն է ստիպում։ Դե իսկ ԱԱԾ-ի մասին Գևորգը հետևյալն էր գրել. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հայ մնացել ա, ձեր երեխեքը այս երկրում չեն ապրում, իրենց համար եք ծառայում, թե Նիկոլի ոռը պահելու համար, խորապես հիասթափված եմ ՀՀ-ում չգործող բոլոր ուժային կառույցներից, ես գիտեի տղերք ամեն տեղ կան, սկսել եմ հաճախ սխալվել, նշել է Գևորգ Գրիգորյանը։ Գևորգը նաև խոսել է նախկին իշխանությունների մասին, քոչարյանական կա ընկերներիս մեջ, մաքրվակ դուք էլ, կերեք էդ մանդատները տարակ կերեք, վրից էլ ջուր խմեք, նշել է Գևորգ Գրիգորյանը։ Հավելենք, որ դերասանի հրապարակումներին կից մեկնաբանությունները տարբեր են, շատերն են կոչ անում մյուս հայ-հայտնիներին բռնել այն ճանապարհը, ինչը բռնել է դերասան Գևորգ Գրիգորյանը, իսկ շատերն էլ նշում են, որ դեմ են Գևորգի նմանատիպ արտահայտություններին, քանի որ իրենք կարծում են, որ այսօրվա կառավարությունը եւ իշխանությունը չի սխալվում։ Նշենք նաեւ, որ այս տարիների ընթացքում բազմիցս քննարկվել է նաեւ Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը։ Մեծապես քննարկվում էր նրա եւ Ռոմելա Սարգսյանի բաժանումը։ Նրանք միասին ներկայանում էին նախագծերից մեկում, որտեղ հանդես էին գալիս որպես զույգ, դե իսկ ամիսներ անց հայտնի դարձավ, որ նախագծի կերպարը արդեն իրական է դարձել։ Նրանք միասին են։ Ռոմելան ամուսնալուծվել էր իր ամուսնուց Աշոտից։ Դերասանը շատ հաճախ ուզիչ հրապարակումներ էր անում ինստագրամյան հարթակում, այդպիսով խոսելով իր ափսոսանքի, հիասթափության մասին։ Դե իսկ Ռոմելան եւ Գևորգը ժամանակ առ ժամանակ համատեղ ջերմ հրապարակումներով էին հանդես գալիս, ցույց տալիս միասին անցկացրած երեկոները, միասին ունեցած հանգիստը, միասին թե ինչպես են վայելում գինին եւ այլն։ Սակայն եկավ ժամանակ, որ Ռոմելան դադարեց հրապարակումներ անել Գևորգի հետ։ Գևորգն իր ինստագրամյան հարթակից հեռացրել էր Ռոմելայի մասնակցությամբ բոլոր հրապարակումները։ Չկար որևէ հրապարակում, անգամ նկարահանման հրապարակից արված։ Սակայն Ռոմելան դեռ շարունակում էր լուսանկարներն ու կադրերը խնամքով պահել ինստագրամյան հարթակում։ Եկավ ժամանակ, որ նույն քայլին դիմեց նաև դերասանուհին։ Ռոմելան հեռացրեց Գևորգի հետ ունեցած բոլոր լուսանկարները, տեսանյութերը, այդպիսով եւս մեկ անգամ ապացուցեց, որ նրանք բաժանվել են։ Թեև զույգը մինչ օրս չի խոստովանում իրենց բաժանման մասին, սակայն մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն նրանք այլևս միասին չեն, ինչպես ասում են, Ռոմելան Գևորգի հերթական զոհն էր։ Ռոմելան թողեց իր ամուսնուն Աշոտին, ընտրեց Գևորգին, սակայն կարճ ժամանակ անց Գևորգը թողեց նաև Ռոմելային, ինչպես թողել էր տարիներ առաջ շատ ու շատ հայ-հայտնի դերասանուհիների։ Մտերիմները փաստում են, որ Ռոմելան այս օրերին շատ դժվար կացության մեջ է հայտնվել, նա տանջվում է, տառապում է, ինչ որտեղ ցանկանում է նաև հետ բերել նախկին ամուսնուն Աշոտին, ով սակայն նոր սիրելի ունի։ Ռոմելան կանգնեց կոտրած տաշտակի առաջ, չգնահատեց իր ամուսնուն, չգնահատեց ունեցած
ընտանիքը ընտրեց Գևորգին ժամանակավոր հաճույքները եւ այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Թե երբ զույգը իրականում կխոստովանի, որ այլևս միասին չէ, երբ այլևս չի թաքցնի իրենց ավարտված հարաբերությունները, դժվար է ասել։